Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իրավախախտումը կատարվելու վայր, ասենք ես զանգահարում եմ 102, հրավիրում եմ ոստիկաններին, որ վարչական ակտ կազմեն, ուրեմն ով է հետևելու, ով է ստիպելու, որ այդ ոստիկանները գան ներկայանան ուրեմն կանչման վայրը եւ իրանք այդքան իվիճակի են, այդ տրամաբանական բանը իրանք ունեն կամ այդ կրթությունը, որ ինչ-որ իրավական վարչական ակտը կազմելու, որովհետև ես ձեզ օրինակ բերեմ, իմ վրա իրավական վարչական ակտ են կազմել 100,000 դրամ, որ ես գտնվել եմ կորոնավիրուսի կարանտինի ժամանակ փողոցում, հարցածագում, Անոթևանը փողոցում բադի չգտնվեր, բա որտե պիտի գտնվեր 100,000 անձնից պահել են հացից փողը, ես սոված ծառավ փողոցներում եմ։ Ուզում եմ ասեմ, այդքան կա ոստիկանությունը, որ պայքարի այդ իրավախախտման դեմ, կամ էլ պայքարելու է, ինչպես միշտ, իր շահից ելնելով, երբ իրանց պետք է պայքարում են։ Հետո ուրեմն գործառույթները իրանք չեն տիրապետում, ամբողջ ոստիկանությունը կոռումպացված է, հանցախմբերով են, ընձի առևանգում են, ընձի խոշտանգում են, ոնց պետք է պայքարի դրա դեմ, ես չեմ պատկերացնում, հարց ձեզ անձամբ ես կառավարության դիմացել եմ մոտեցել, հարց եմ տալի, ոստիկանությունը այդքան կա, որ պաշտոնյաների քննիչ դատախազ, դատավոր դրանց, ուրեմն երեխեքի վրա ակտ կազմի, էդ է իմ հարցը, ես 100% համոզված եմ չի կազմելու, այդքան չկա ոստիկանությունը, որ զբաղվի այդ գործառույթներով։ Շնորհակալություն, պարոն Խալոյան հարցի համար, եթե կարճ պատասխանեմ հարցին, այո, կա։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան համեցեք։ Պարոն Մկրտչյան, ձեր ելույթի ժամանակ մի երկու հարցի անդրադարձակ ուզում եմ պարզաբանումներ ստանալ։ Հրավառությունների մասով օրենսդրական փոփոխությունները, որ նաև ես էի նախաձեռնել մեր գործընկեր Սիսակ Գաբրելյանի հետ, որտեղ պարզվեց, որ ոստիկանությունը այնուամենայնիվ ամբողջական գործիքակաց չունի ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու, դրանք մոտավորապես երբ կհասնեն մեզ, որպեսզի արագ ընդունենք, որտեղ արդարացի են բողոքները, այդ թվում մեր գործընկերների կողմից հնչած, որ օրենք ընդունել ենք, բայց հրավառությունները շարունակվում են, խոսքը ոչ համայնքային եւ ոչ պետական հրավառությունների մասին է։ Այդ մեկ, երկրորդը ես սա ավելի հարց չի, ավելի շատ առաջարկ կա, դուք ասացիք, որ այնուամենայնիվ օրենսդրությունը այս պահին կա, փողոցում մեքենաների կողմից եւ բարձր երաժշտություն եւ խլացուցիչներ, ոչ ստանդարտ խլացուցիչներ օգտագործելու, բայց այո մենք նաեւ ուժեղացնում ենք այդ մասով իմ տպավորությամբ երբեմն մեր բարեկները մի քիչ տարակուսում են մտնել այդ թեմայի մեջ, թե չէ, երբ որ այդպիսի մեքենաներ են տեսնում, նաև ենթադրելով, որ այդ մեքենաների վարորդների հետ տենց տհաճ եւ անախորժ միջադեպեր են լինելու։ Ես ձեզ խնդրում եմ եւ խրախուսում եմ մեր բարեկներին համարձակություն հաղորդել նաև մեր կողմից, որովհետեւ նման վարկագիծը կապ չունի օրենքները ինչպես են գրված, ոչ մի կերպ հանդուրժելի չի որևէ քաղաքացու կողմից, որ այդ փողոցում անցնում է կամ այդ շենքերում ապրում է, որի շրջակայքում դա տեղի ունենում, ավելին ես մի անգամ նույնիսկ նամակով դիմել էի, դա կարա հանգիստ նաև քրեական հանցագործություն դիտվի խուլիգանության հոդվածով։ Եվ եթե ոմանք չեն հասկանում, որ դա խուլիգանություն է, իրանց պետքա դա հասկացնել օրենքի ամբողջ ուժով եւ ձեր ասած այդ արժե համակարգային փոփոխությունը հատկապես հասուն տարիքի մարդկանց շրջանում հնարավոր է հասնել միայն այդպես։ Իհարկե մենք պետք է կրթենք մեր երեխաներին, որ դա ընդունելի չլինի, բայց հասուն մարդկանց օրենքի ուժով է պետք նաև կրթել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, խոսքը ես հասկացա նախագծերի մասին էր գնալու, մեր համար էլ է շատ առաջնահերթ նախագծի ընդունումը, որտեղ ինքը իրականում կոնկրետ ժամկետից կասեմ, բայց շատ արագ, շատ որտեղ գիտեք նաև ընթացակարգի կան արտաքին շրջանառություն ամփոփել շատ արագ, պարոն Թորոսյան, մյուս առաջարկների հետ համաձայն եմ, նաև այո շատ դեպքերում նման արարքները, որոնք որ կարծես թե վերագրվում են վարչական
իրավախախտման sense ասած տիրույթին, բայց այդուհանդերձ ես ինքս այն կարծիքին եմ, որ շատ դեպքերում մենք ունենք խուլիգանության դրսևորումներ։ Շնորհակալ եմ։